Sportcast. Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, այսօր անդրադառնալու ենք ավանդական կարատեին, իմ հյուրերն են ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զեյթուն ակումբի նախագահ Նարեկ Իսկանդարյանը եւ ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանը, շնորհակալ եմ տղաներ հրավերես ընդունելու համար։ Նախ 25 թվականի մասին խոսենք, ամփոփենք թե ինչ է տեղի ունեցել 25 թվականին, բազմաթիվ մեդալներ են նվաճել ձեր սաները, դուք նաև մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին նշեմ, որ Նարեկն ու Արթուրը նաև գործող մարզիչներ են, բազմաթիվ մեդալներ են նվաճել ձեր սաները մանկապատենական կարատեի մրցումներում, Ինչ է տեղի ունեցել Եվրոպայի երկու առաջնություն է տեղի ունեցել նախ մանկապատենական այդ մակարդակում, հետո դե ընդհանուր։ Խնդրում եմ ամփոփեք։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շատ կարևոր է լուսաբանելը մարզիկների հաջողությունները, մենք դրանից էլ ավելի ենք ոգևորում, մեր մարզիկներն են նույնպես 2025 թվականը ավանդական կարատեի ֆեդերացիայի համար շատ հաջողված էր։ Ունեցանք Եվրոպայի առաջնություն եւ Եվրոպայի գավաթի առաջնություն։ Եվրոպայի առաջնությունը, որը առաջինը տեղի ունեցավ, Եվրոպայի գավաթի առաջնությունը Հունաստանում տեղի ունեցավ։ Մեր մարզիկները շատ լավ հանդես եկան, որից հետո տեղի ունեցավ Սերբիայում Եվրոպայի մանկապատանեկան առաջնությունը եւ մեծահասակների առաջնությունը։ Ամենակարևոր ստուգատեսում Եվրոպայի մեծահասակների առաջնությունում ունեցանք 7 ոսկե մեդալ, որը աննախադեպ էր մեր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որտեղ նաև Արտուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանը, Էրիկ Հովսեփյանը եւ ես նույնպես նվաճեցինք Եվրոպայի չեմպիոնի կոչումները։ Դուք երկրորդ անգամ Նարեկ, Արթուրը առաջին անգամ, բայց մինչ այդ Արթուրը նաև աշխարհի չեմպիոն էր։ Այո, աշխարհի չեմպիոն դարձել էր, բայց Եվրոպայի չէր հաջողվում, ինքը ընթացքում կպատմի թե ինչպես հաջողվեց։ Եվ ունեցանք նաև Հայաստանում մեծ միջազգային առաջնություն, Արարատ Գավաթ անվանումը կրող 5-րդ միջազգային առաջնությունը, որտեղ 8 երկրներից ավել մասնակցեցին մարզիկները, նույնպես շատ գեղեցիկ եւ լավ կազմակերպված այս տարի եւս մրցակիցներ էին, այո, շատ ուժեղ մրցակիցներ էին Ասիայի մի շարք նաեւ երկրներից, քանի որ մեր ֆեդերացիայի նախագահն նաեւ Ասիայի ղեկավարող խորհրդի անդամ է, ինչպես նաեւ տեխնիկական տնօրենն է։ Այնպես որ միջոցառումները շատ էին, ունեցանք Եվրոպայի չեմպիոններ, այս տարի էլ պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել մեծ թափով։ Արթուր, առաջին մեդալը, դե խոշոր մեդալը ոսկե աշխարհի առաջնությունում, ինչպես քիչ առաջ նշեցինք, ինչու՞ չէր հաջողում Եվրոպայի չեմպիոն դառնալ մինչ այդ։ Նայեք, ուրեմն, քանզի որ մեր մոտ տարին մի անգամ լինում է Եվրոպայի առաջնություն, մեկ անգամ լինում է աշխարհի առաջնություն, մյուս տարի, այսինքն 2 տարին մեկ է լինում նույնատիպ մրցաշարը, աշխարհի Եվրոպայի առաջնությունում թույլ տվեցինք փոքրիկ բաստողում, չստացվեց չեմպիոն դառնալը, զբաղեցրեցինք երկրորդ հորիզոնականը, այնուհետև աշխարհի առաջնության ժամանակ հաղթեցինք այն մարզիկներին, ովքեր որ դարձել են Եվրոպայի չեմպիոն անցած տարի 2023 թվականին, 2024-ում դարձանք աշխարհի չեմպիոն հաղթելով այն մարզիկներին, ովքեր հաղթել էին մեզ Եվրոպայի առաջնության ժամանակ, այնուհետև ինտենսիվ պարապմունքներից հետո ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ Սենսեյ Սուրեն Մաթեոսյանի, ով հանդիսանում է մեծահասակների հավաքականի մարզիչը, ինտենսիվ պարապմունքների արդյունքում գրանցեցինք Եվրոպայի չեմպիոնությունը։ Տղաներ, քանի որ առաջին անգամ են Sportcast-ի ձևաչափում անդրադառնում ավանդական կարատեին, մեր ունկնդիրներին եւ ակնդիրների համար պետք է հատուկ նշենք, որ գիտենք, որ կարատեի մրցումներում երկու տեսակ, երկու ձև կա՝ կոմիտե եւ կատա։ Հիմա երկուսն էլ մրցումների ժամանակ երկուսն էլ կան։ Այո, պետք է ավելին ասեմ, ավանդական կարատեն ինչով է յուրահատուկ, ունի 7 մրցաձև, չեմ ուզում թվարկել 7 մրցաձևերը, բայց ամեն մեկը իրենով շատ կարևոր է եւ 7-ում հնարավոր չի լինում մասնակցել, լինում է մի քանիսում 3-ից ավել, բայց կատայում եւ կոմիտեում մեր մարզիկները հիմնականում երկու ձևում էլ մասնակցում են, ունիվերսալ են, այսպես կոչված, որը օգնում է իրենց ել ավելի զարգանալու համար թե տեխնիկապես, թե ֆիզիկապես, որովհետեւ միայն մեր մոտ կատա անող չունենք, այսպես ասեմ, եւ միայն կոմիտե անող շատ քիչ են, հիմնականում բոլորը կատա եւ կոմիտե են անում, որ ել ավելի է մարզիկներին զարգացնում եւ եւս բացի կատա կոմիտեից եւս 5 մրցաձև ունենք՝ թիմային կատա, թիմային կոմիտե եւ այլն։ Ավանդական կարատեի առանձնահատկությունը նաեւ կայանում է դրանում 7 մրցաձևերի մեջ։
Մենք ունկնդիրների համար հատուկ նշենք, ով չգիտի, կոմիտեն դա այսպես կոչված սպարինգն է, երբ որ մրցում ես անմիջապես մրցակցի հետ, իսկ կատան արդեն ներկայացնող այդ երևակայական մենամարտը, երևակայական մենամարտը, այո, մի քանի հնարքների այսպես շարք է։ Տեսեք, Արթուր, դուք էլ նախորդ տարի բավական լավ արդյունքի հասակ, ինչպես դուք նշեցիք, Եվրոպայի առաջնությունում եւ վստահ եմ, որ ձեր երկուսի պարագայում էլ այս շարքը դուք փորձելու եք շարունակել, այսինքն յուրաքանչյուր մարզաձևում նշում են, որ չեմպիոնությունը վաստակելը, այդ տիտղոսը վաստակելը իհարկե մի բարդություն է, բայց տիտղոսը պահելը ել ավելի մեծ բարդ աշխատանք է դրա համար պահանջվում։ Տարիները անցնում են, բայց դուք դեռևս երիտասարդ եք եւ փորձելու եք ամեն դեպքում այս տարի աշխարհի առաջնությանը լավ հանդես գալ։ Աշխարհի առաջնությունը այս տարի որ ամսին է։ Հոկտեմբեր ամսին է տեղի ունենալու Եգիպտոսում աշխարհի առաջնությունը իմ պարագայում երիտասարդ ասել եմ մի փոքր արդեն ճոխ է, կարելի ասել ես արդեն կարիերան ավարտելու փուլում եմ, քանի որ ունեմ մարզիկներ Արտուրի գլխավորությամբ, որ կարող է լավ շարունակել իմ աշխատանքը, ես աստիճանաբար քիչ-քիչ թողնելու եմ արդեն պրոֆեսիոնալ սպորտը մարզչական կարիերան շարունակելու նպատակով, իսկ Արտուրը եւ իմ մյուս աշակերտները արդեն, ովքեր եւս 4 աշակերտ ունեմ, ես ովքեր 21 տարեկան բարձր մեծ ասակների մեջ շատ լավ արդյունքներ են ցույց տալիս, այնպես որ վստահ եմ, որ Արտուրը մեծ պատվով շարունակելու է այն, որ մենք կատարել ենք իրար հետ։ Եվ Եգիպտոսում պատրաստվում ենք մրցումների, Արտուրը միանշանակ պատրաստվում է կատա եւ թիմային կատա մրցաձևերում մասնակցել, ինչպես նաեւ մեր ֆեդերացիայի մյուս մարզիկները, վստահ եմ լավ ենք հանդես գալու, մեծ քանակությամբ ենք մասնակցելու մեր ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ պլանավորում ենք ունենալ նոր աշխարհի չեմպիոններ։ Ինչու ենք ունենում, ուզում եի նաև բացատրել Եվրոպայի չեմպիոնները ինչու շատ էին մեր մոտ, որովհետև նախ ֆեդերացիան գործում է 90-ական թվականներից եւ իր ճիշտ գործունեության շնորհիվ կարողացել ենք ամեն տարի միջազգային վարպետների կանչել, մոտավորապես 15 տարի եւ ավել սեմինարներ ենք եւ մասնակցել եւ մենք ենք գնացել, այդ իսկ պատճառով կարելի ասել արդեն որ ավանդական կարատեն Հայաստանում զարգացած է եւ շարունակում է դեռ զարգանալ, որովհետեւ թե ֆեդերացիայի նախագահան, թե մարզչական անձնակազմը ամեն տարի վերապատրաստման կուրսեր են անցնում, ինչպես նաեւ մեծ վարպետներ են հրավիրում, այս տարի եւս հրավիրելու ենք ITKF-ի ղեկավարող խորհրդի, ինչպես նաև նախագահային, լինելու են Հայաստանում Արարատ Գավաթ միջազգային առաջնությանը, որը ել ավելի մեր պատիվ է եւ բարձր է պահում եւ կարող ենք ել ավելի լավ հանդես գալ միջազգային մրցաշարում։ Այնպես որ այս տարի աշխարհի առաջնությունը եւս հուսով եմ լավ արդյունքներ կունենանք։ Սա որքան հասկանում եմ, նաև դուք եթե ասում եք 7 տեսակ կա խոշոր մրցաշարերի ժամանակ, այսպես մարմնամարզության նման, այսինքն մարմնամարզությունում էլ մի քանի տեսակ կա, օղակներ, ցատկեր եւ այլն, տարբեր վարժություններ։ Այստեղ նույնպես, ինչպես դուք նշեցիք, հնարավոր չի ընտրել բոլոր 7-ում հանդես գալ, որովհետեւ հնարավոր չէ, նաև ժամանակի առումով էլ է այդպես։ Այդպես չէ, Արթուր։ Իհարկե, պատրաստվելու տեսանկյունից էլ դու շատ ժամանակ ես ծախսում պարապմունքների ժամանակ, ավելի լավ է կենտրոնանաս 2-3 մրցաձևի վրա, քան թե կենտրոնանաս 7-ի վրա եւ ընդհանուր արդյունքը տուժի։ Այդ իսկ պատճառով ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է մասնակցել մաքսիմում 3 ու մաքսիմում 4 մրցաձև։ Նարեկ, դուք նշեցիք, որ նաև սեմինարների եք հրավիրում տարիներ շարունակ ֆեդերացիան սեմինարների է հրավիրում այստեղ Հայաստան, տարբեր լավ մասնագետների արտերկրից, դրանք ճապոնացիներ են նրանք, թե եվրոպական երկրներից։ Եվ ճապոնացիներ եւ եվրոպական երկրներից, հիմնականում արդեն այս բան եվրոպական երկրներից, բայց նույնպես ճապոնացի վարպետներ են ունեցել, ովքեր Հայաստան են եկել եւ ովքեր որ գալիս են Հայաստան, ես կարող եմ ասել, իրենք կարելի ասել նույնիսկ ապշած են թե Հայաստանում այս փոքր երկրում եւ նույնիսկ երևի շատերը չեն էլ իմացել ինչ մեզ հանդիպել է Հայաստանը, թե որտեղ է գտնվում եւ ինչ երկիր է, որ այսպիսի լուրջ ձևով զբաղվում են, կարելի ասել նույնիսկ ճապոնական ոճով, որտեղ մեր դպրոցներում
շատ խիստ է եւ կարգապահությունը եւ մնացած տեսանկյունից եւ մարզական վիճակը ընդհանուր մարզիկների Եվրոպայում մի փոքր այլ է, երեխաներին այնտեղ կարելի ասել ավելի շատ խաղացնում են սկզբնական շրջանում, քան մարզում են, բայց մեր մոտ սկսած 5 տարեկանից շատ լուրջ կարողանում ենք զբաղվել, իսկ վարպետները տարբեր են, որովհետեւ ի սկզբանե երբ որ Ճապոնիայում կարատեն սկսեցին պարապել, շատ շուտ արձագանք ստացավ նաև Եվրոպայում եւ վարպետները նաև կա այստեղ մենտալիտետի հարց, որ ճապոնացի վարպետները իրենց գիտելիքները շատ չեն ուզում փոխանցել, իրենք ի վերուստ այդպես են, իսկ եվրոպացիները կարելի ասել գումարի դիմաց շատ հեշտ կարողանում են իրենց լուրջ նաև լուրջ մոտեցում են ցույց տալ, նաև կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել։ Հետաքրքիր մի կետի անդրադարձակ դուք նարեք։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ այկիդո մարտարվեստով։ Այն ինչ որ դուք քիչ առաջ ներկայացրեցիք ձեր մարտարվեստում, նույնը նաև այնտեղ է։ Ճապոնական դպրոցն ու ենթադրենք այլ մայրցամաքներում մյուս դպրոցները Եվրոպայում ենթադրենք բավական մեծ տարբերություն ունեն։ Մենք երբ որ ճապոնացի մարզիչներ էին գալիս, այդպես չգիտեմ 5-րդ դանի վարպետ եւ այլն գալիս են, իրենք այո, որոշակի գաղտնիքներ փորձում էին բացել, բայց այնինչ թույլատրվում է այլազգի մարզիկներին։ Իրենք այդպես էին գործին նայում։ Եվ դպրոցների տարբերություն կար։ Իմ ուսուցիչը շատ անգամ սկզբնամասում մենք կարծես չասեմ պատկանելություն, այլ մտնում ենք ընդհանուր եվրոպական ասոցիացիայի մեջ մեր ակումբով այկիդոյի Երևանյան, բայց հետո զգացինք սենսեյ ասեց, դե գիտեք կարծես ճապոնական դպրոցը այլ մակարդակի է, այս եվրոպականը մի քիչ ներեցեք, բայց բալետի է նման, ինքը այդպես է ներկայացնում։ Հետո արդեն անցանք ճապոնականի եւ այդ ճապոնական դպրոցի այդ գաղտնիքներին, որ սկսեցին քիչ այդ գաղտնիքները ուսումնասիրել, իհարկե այն ինչ որ մեզ մատուցվում էր, ոչ ավելի։ Տեսանք թե ինչ մեծ տարբերություն կա։ Նույնն էլ ձեզ մոտ որքան հասկանում եմ Արթուր։ Անշանակ մենք ճապոնացի վարպետ մեզ մոտ եկել է 90-ական թվականներից, նախկինում եկել է Սենսեյ Հիդետակա Նիշիաման, շատ հզոր վարպետ է եղել, այնուհետև իր գիտելիքները փոխանցելով իր սաներին Սենսեյ Յորգային, Սենսեյ Կավիչինսկին, Վլադիմիր, այնուհետև այդ վարպետներն են շարունակել, այժմ ավելի ժամանակակից վարպետներ կան, որոնք այդ ժամանակում էլի գործել են, բայց ներկայիս պահին ավելի կրթված, ավելի ժամանակակից վարպետներ են, այս տարի հրավիրելու ենք իտալացի վարպետ, ով շատ մեծ գիտելիքներ է փոխանցում մեզ եւ մրցաշարերի ժամանակ շատ օգնում է դա մեզ։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրերն են ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զեյթուն ակումբի նախագահ Նարեկ Իսկանդարյանը եւ ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանը։ Նարեկ եւ Արթուր, եւս մի հարցի անդրադառնանք, տարբեր մարզաձևերում, նաեւ այն մարզաձևերում, որոնք շարունակաբար զարգացվում են այստեղ մեզ մոտ Հայաստանում, կան խնդիրներ կապված ֆինանսական ինչ-որ գործոնների հետ։ Դրանք, եթե այդ ֆինանսական խնդիրները լուրջ են լինում, կարծես խոչընդոտում են հետագա զարգացմանը մարզաձևի այստեղ Հայաստանում եւ այսպես ասած դպրոցների նոր բացմանը եւ այլն։ Այստեղ ավանդական կարատեի պարագայում արդեն 3 տասնամյակ է մենք կարծես չեմ կարող ասել այսպես լավ չեմ տիրապետում ընդհանուր ներքին խոհանոցին այսպես ասեմ, բայց ամեն դեպքում դրսից որ նայում ենք տեսնում ենք որ խնդիրները այդպես բազմազան չեն եւ կարծես զարգացման վրա ակնհայտ չեն ազդում։ Դրսից որ նայում ենք այդպես է, բայց իրականում խնդիրները շատ են եւ ֆինանսական խնդիրները եւ մնացած հարցերը, որը գալիս է նույնպես ֆինանսական խնդիրներից, քանի որ այստեղ ունենք շատ լավ մարզիկներ, սակայն ֆինանսի պատճառով երկրից դուրս գնալը դժվարանում է, այսինքն եթե մենք կարող ենք 20 մարզիկ տանել, ֆինանսապես կայուն չլինելու պատճառով քիչ ենք կարողանում, բայց պետք է ի պատիվ մեզ նշեմ, որ մեր ֆեդերացիան արդեն կարողանում է իր իսկ, անդամավճարների հիման վրա գոյացած գումարներով անցյալ տարի 15 մարզիկ
որը էլի աննախադեպ թվով կարողացել է անվճար տանել Եվրոպայի առաջնությանը, այսինքն մեր ֆեդերացիոն լավագույն մարզիկները երբեք չեն մնում Հայաստանում եւ իրենց ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ կարողանում են անվճար մասնակցել մրցաշարերի եւ 14 տարեկան բարձր սև գոտիները հովանավորվում են ֆեդերացիայի կողմից։ Այս վերջերս համագործակցում ենք նաեւ Հայաստանում ոչ օլիմպիական միության մարզաձևերի միության հետ, ովքեր նույնպես մեզ աջակցում են, որի համար շնորհակալություն ենք հայտնում նաև իրենց, եւ ընդհանուր առմամբ ֆեդերացիայի կուտակված բյուջեի խնայողություններով ենք կարողանում առաջ գնալ։ Շատ լավ կլիներ, որ այլ աջակցություն նույնպես ունենայինք, որովհետև մարզիկները շատ լավն են, իսկ փորձ ունենալու հաղթելու համար մեզ պետք է ավելի շատ մրցաշարեր, ավելի շատ մասնակցություն տարբեր այլ մրցաշարերի։ Բայց հիմա ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, այնպես որ շնորհակալ ենք այս իրավիճակի համար, ասում են ամեն օր շնորհակալություն հայտնեք եւ անցեք առաջ, այնպես որ մենք չենք բողոքում, մենք քիչ ֆեդերացիաներից ենք, որ ոչ մեկից չենք սպասում, մենք այդպես ենք որոշել, որ մենք պետք է շարունակենք, ոչ մեկին չենք ասում, որ չենք բողոքում, միայն առաջ ենք փորձում գնալ եւ այս տարի էլի մասնակցելու ենք մրցաշարերի, իսկ այդ գումարները միանշանակ կհայթայթենք լավ աշխատանքի շնորհիվ։ Եվ իզարմանս բոլորիս այսպես սահմանափակ մասնակցությամբ մեծ քանակությամբ մեդալներ, այսպես եթե համեմատության մեջ նայենք, դուք նշեցիք, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 7 ոսկե մեդալ նվաճել, իսկ ես ճիշտ հասկացա 15 մասնակցով։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ, ընդհանուր 15 մասնակից չեն, Եվրոպայի եւ մեծահասակները եւ փոքրերը միասին 36 մասնակից են մենք ունեցել։ Մեծահասակները 16-ն են, թե 18-ը ճիշտ չեմ կարող այս բանին կոնկրետ ասել, բայց մենք ընդհանուր հաշվարկով երրորդն էինք Եվրոպայի լավագույնների մեջ, որը որ քիչ քանակության դեպքում լավագույն արդյունքներից է։ Մենք միայն խնդիր ունենք, որ աղջիկների մասնակիցներ շատ չունենք եւ այլն, որովհետեւ քանակություն չենք կարողացել ապահովել, իսկ աշխարհում անցած տարի եղել ենք 5-րդը, իսկ աշխարհի հզորագույնների մեջ լինել 5-րդը, իսկ Եվրոպայում 3-րդը դա մեր մեծ աշխատանքի եւ նաեւ Հայաստանում ավանդական կարատեի մեծ զարգացվածության շնորհիվ է, բայց չենք պատրաստվում բավարարվել 3-րդով կամ 5-րդով, պետք է այս տարի ել ավելի ուժեղացնենք, որտեղ մյուս թիմերը, ովքեր մասնակցում են, 50 եւ ավելի մարզիկներով են մասնակցում։ Մենք վստահ ենք հիմա Եգիպտոսում աշխարհի առաջնությանը կոնկրետ Եգիպտոսի թիմը, որը լավագույններից է աշխարհում, 100 եւ ավել մարզիկներ են ունենալու, բայց մենք երբեք չենք վախենում, չենք հանձնվում, միանշանակ գնալու ենք առաջ լավագույն արդյունքների ետևից։ Արդեն վերջնամասում վերջնականորեն ամփոփելով 2025 թվականի ընթացքում արվածը մենք կարող ենք նշել, որ նաև մրցաշարերը, դուք նշեցիք մի քանի մրցաշար, նաև ներսում, Հայաստանի ներսում այստեղ իրականացված կազմակերպված մրցաշարերի քանակությունը բավական շատ էր։ Ճիշտ եմ ասում։ Բավական շատ էր, ակումբային առաջնությունները ամբողջ մեր ֆեդերացիայում մոտավոր 50-ից ավել ակումբային առաջնություններ տեղի ունեցավ տարբեր ակումբներում, մշտապես տեղի ունենում Հայաստանի գավաթի առաջնություն եւ Հայաստանի առաջնություն, որից հետո Հայաստանի առաջնությունից, ինչպես նաեւ լիգայի առաջնությունը տեղի ունենում, մարզիկները հավաքում են համապատասխան միավորները, իսկ վերջնական ամփոփումը տեղի ունենում Հայաստանի առաջնությունից հետո եւ կազմվում է հավաքականը։ Այսինքն հավաքականի անդամ չեն դառնում մեկ մրցաշարով կամ երկու, տարվա ընթացքում 5-ից ավել մրցաշարեր տեղի ունենում եւ լավագույն մարզիկները հավաքած ամենաբարձր միավորները, ինչպես նաև լիգայի առաջնությունում, իրենց արդար տեղն են զբաղեցնում հավաքականի կազմում։ Վարկանիշային Աղուսակ կա, այո, որը օրինակ մյուս ամսվա վերջ առաջի լիգայի առաջնությունն է, հետո հաջորդ ամիս եւ այլն, միջև մենք կարողանանք միջև հոկտեմբեր հասկանալ, որ մարզիկն է լավագույն մարզավիճակում եւ որն է պատրաստ Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու, որովհետեւ մենք եւ որ մեր դրոշը կրում ենք մեր կրսքավանդակի վրա, մենք պետքա լավագույնը եւ մենք վատ մարզիկ երբեք, որը լավ պատրաստված չէ, վատ մարզիկ չասեմ, երբեք չենք տանում աշխարհի եւ Եվրոպայի առաջնությանը։ Իսկ Հայաստանի առաջնությունից հետո միջազգային Արարատ քափ առաջնություն, որից հետո հաջորդ մրցաշարը արդեն բաց առաջնություն է Արարատ գավաթը, որին կարող են մասնակցել եւ աշխարհի եւ Եվրոպայի ցանկացած երկրներ, որից հետո արդեն մեկնում ենք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, կախված նրանից թե այդ տարի որ մրցաշարն է։ Այնպես որ մեծ եւ երկար ճանապարհ է մարզիկը անցնում, որ կարողանա մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը։
Արթուր, Եվրոպայի չեմպիոնի այդ տիտղոսը արդեն այս ներքին ներհայաստանյան վարկանիշային այսպիսի աղյուսակում բավական շատ միավոր է կուտակում, որքան հասկանում եմ ձեզ համար։ Չէ, նայեք, համակարգը այսպիսին է ինքը, տարվա ընթացքում տեղի ունենում 3 լիգայի առաջնություն, որի արդյունքում կուտակվում են միավորները։ Նարեկ արդեն դրա մասին նշեց, իսկ միջազգային խոշոր մրցաշարերի պարագայում միավորներ արդեն մարզիկներին տրվում են, թե ոչ։ Դա արդեն 0-ի անում է, հաջորդ տարի սկսում ես նորից։ Այսինքն այս տարի դա կարող հանդիսանա մաքսիմում տարեվերջյան լավագույն մարզիկի որոշելու համար ֆեդերացիայում։ Եվս մեկ անգամ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ զրուցում եմ ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանի եւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանի հետ։ Տղաներ, արևելյան մարտարվեստների մասին խոսելիս բոլորս լավ հասկանում ենք, նույնիսկ այդ մարտարվեստով չզբաղված մարդը քիչ շատից գիտի, որ այդ մարտարվեստները պարզապես մարտարվեստ չեն, դրանք նաեւ գաղափարախոսություն են եւ մշակույթ են։ Այսինքն ձեր սաները ձեզանից ստանում են նաև որոշակիորեն դաստիարակություն, ճիշտ եմ հասկանում։ Դուք դաստիարակում եք ճապոնական, այսպես ասեմ, Եվի մոդելով, ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն մենք դաստիարակում ենք ճապոնական մոդելով, բայց հայեցի մեր ավանդույթները պահելով։ Մենք ոչ թե Ճապոնիայի ավանդույթները պահում ենք այն ինչը պետք է, բայց մենք մեր երեխաներին մեծացնում ենք հայրենասեր, մեծացնում ենք առողջ, փորձում ենք ամեն ինչ անել, որ առողջ լինեն եւ մեր պատրաստի զինվորներ ենք փորձում ինչպես նաեւ մեծացնել, ինչքան էլ որ այլ կարծիքներ լինեն, բայց մեր տղաները պարապում են մարտարվեստով, ոչ թե սպորտով։ Մենք միշտ ասում ենք, որ ավանդական կարատեն ինքը սպորտ չէ, ինքը մարտարվեստ է, իսկ մարտարվեստը սպորտից տարբերվում է, որ նպատակները այլ են, այսինքն մեր նպատակը միայն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնալը չէ, այլ մարտարվեստով զբաղվող մարդու նպատակը ինքնակատարելագործման գնացող ճանապարհն է, որ մենք փորձում ենք ամեն մեր թե բնավորության գծերը, թե ֆիզիկական, թե տեխնիկական, թե տակտիկական, կատարելագործել։ Այսինքն այստեղ մենք մեր մարզիկներին սովորեցնում ենք, որ դուք գալիս եք կարատեի ոչ միայն մեդալների եւ դիպլոմների համար, դուք գալիս եք կարատեի, որ դուք լինեք ուժեղ, արդար, խելացի, հայրենասեր եւ մեր մարզիկները, ես վստահ եմ, ովքեր մարզվում են մեր ֆեդերացիայում, ինչ էլ որ վերջում որոշեն դառնալ, թե բժիշկ, թե իրավաբան, իրանք կյանքում սովորել են չհանձնվել, այդ տեսակն է լինելու, այսինքն կարատեն իրենց օգնելու է նաև այլ ոլորտներում, որովհետև մենք միշտ ասում ենք, միայն կարատեով չի, դուք պետք է լավ կրթություն ունենաք։ Այդ դաստիարակչական աշխատանքը նաև դրանում է կայանում, որ մենք օգնում ենք մարզիկներին նաև լավ սովորել։ Ոչ թե որ կարատեիստը պետք է լինի, կարծրատիպեր կան, չէ՞, անգրագետ, խոսել չիմանա, տարբեր լեզուներ չիմանա, մեր մոտ այդպես չէ, մենք հետևողական ենք, այո, մենք ստուգում ենք մեր երեխաների օրագիրները, չնայած օրագիր հիմա չկա էլեկտրոնային մատյաներ եւ այլն, այսինքն զբաղվում ենք նաև իրենց կրթությամբ, թե իրենց ինչպես են տանը դրսևորում, փողոցում ինչպես են, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ այսինքն մենք միայն իրենց մարզիչները չենք դահլիճում, այլ փորձում ենք իրենց կյանքում իրենց ունեցած խնդիրները, իրենց առօրյայում, իրենց ծնողների հետ նույնիսկ, որովհետև մարզիչը միևնույն ժամանակ եւ լիդերը եւ այնպիսի անհատականություն է, որ շատ դեպքերում ավելի շատ են լսում մարզիչին, քան ծնողին, եւ մենք դա օգտագործելով ճակերտների մեջ իհարկե մեր դերը օգտագործելով փորձում ենք իրենց ճիշտ ճանապարհի վրա դնել։ Այնպես որ կարատեի մարտարվեստը այս փիլիսոփայությամբ մենք առաջ գնում ճապոնական ոճով, բայց հայեցի եւ հայը պահպանելով, որ ամենակարևոր արժեքները դրանք հայրենիքն են, ծնողներն են շատ կարևոր եւ այլն, այնպես որ ամեն ինչ փորձում ենք անել մեր մարզիկների համար, ոչ միայն դահլիճում, այլ նաեւ դահլիճից դուրս։ Հետաքրքիր համատեղություն է իհարկե ճապոնական հայկական։ Տեսեք, ձեր ներկայությունը այս ստուդիայում ինձ հնարավորություն է տալիս մի շատ նուրբ կետի նաեւ անդրադառնալ։ Մարտարվեստին տիրապետում այդ գիտելիքը նաեւ զենք է։ Իմ մարզիչը, իմ ուսուցիչը շատ անգամ նշում էր եւ երբեմն նաեւ անդրադառնում էր քրեական օրենսգրքին։ Նշում էր, որ դեպքում մարզիկը, այսինքն այդ գիտելիքին տիրապետողը, այդ զենքին տիրապետողը իրավունք ունի գուցե դա կիրառելու եւ այդ կիրառության սահմանափակումները շատ մեծ են։ Իմ ուսուցիչը միշտ նշում էր, որ փողոցում որքան էլ որ դուք լավ ես տիրապետում մարտարվեստին այդ հնարքներին, մի կիրառի, երբեք մի կիրառի, հնարավորին չափ մի կիրառի, միայն շատ հազվադեպ դեպքերում ինքնապաշտպանական նպատակով, միայն դա,
Վստահ եմ, որ ձեր պարագայում նույնն է։ Այո, իհարկե, մեր պարագայում նույնն է դա, ուղղակի պետք է տիրապետելով այդ ամենին թե զենքի վարպետությանը, թե տեխնիկայի վարպետությանը, հուսով եմ բանը պետք է չհասնի նրան, որ կիրառենք դա մեր հանրապետության ներսում, այլ այդ ամեն ինչը պետք է տիրապետել եւ կիրառել թշնամու դեմ, որտեղ երկրի ներսում պետք չի թշնամիներ փնտրել կամ մեկը մյուսի հանդեպ վատ էներգիայով կամ վատ տրամադրվածությամբ լցված լինել, այդ իսկ պատճառով ինձ թվում է պետք է տիրապետել, բայց չօգտագործել երկրի ներսում։ Դասյարակչական աշխատանքում դա նույնպես չէ ասվում է Նարեկ, ես Այո, չեմ մենք ամիսը մեկ անգամ մեր ֆեդերացիայում կանոն է դրված ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, որ պետք է բարոյա հոգեբանական եւ դասյարակչական պարապմունքներ անցկացվի։ Մենք այդ օրը չենք պարապում, մենք նստում ենք զրուցում ենք մարզիկների հետ, որ իրենց ուժը թե ինչպես կիրառեն, որովհետեւ իրենք տարբերվում են մնացած իրենց հասակակիցներից, իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ եւ պետք է նաեւ իրենց ինտելեկտով տարբերվեն, որովհետեւ բոլոր պարագաներում չէ որ պետք է ձեռքերը եւ ոտքերը օգտագործել, որովհետեւ նույնիսկ Հայաստանում օրենսգրքի հետ կապված մենք ունենք խնդիրներ, որ քեզանից երբ որ քաշում են, օրինակ դու իրավունք չունես հարվածել, որովհետեւ դա ինքնապաշտպանություն չի, քեզ քաշել է, հրել է եւ այլն։ Նրբություններ կան, որոնք որ պետք է նաեւ երեխաները սովորեն եւ ամեն ինչ անում ենք, այդ դասերը շատ կարեւոր են իրենց համար, նույնիսկ մենք շատ ենք մեր պարապմունքներին անդրադառնում զրույցը մոռանալով, բայց մեկը մեկին պետք է չզիջի, որովհետև զրույցով շատ բան կարողանում ենք հասցնել երեխաներին միայն մարզվելով չի, այնպես որ ամիսը մեկ անգամ այդ աշխատանքները իրենց տանելուց իրենք շատ մեծ դրական փոփոխություն է լինում իրենց վարքում, որովհետև շատերը կարատեի հաճախում են տարբեր տեսակի մարզիկները, եւ ագրեսիվ որոշ երեխաներ, որոշները пассив են ուզում են ակտիվանան, այսինքն մենք զսպող օղակ ենք հանդիսանում, համենայն դեպս չկպնելով իրենց տղայական առանձնահատկություններին, այսպես ասեմ, որովհետեւ բոլորը մեզ պետք են ուժեղ ռիսկով խելացի, սակայն գիտակից երիտասարդներ եւ մարզիկներ, որ ոչ մի պարագայում ոչ էլ տեղեր կա, որ պետք է չզիջեն եւ տեղեր կա պետք է զիջեն, պետք է իրենք այս տարբերությունը հասկանան։ Երբ որ մենք շատ խիստ լինենք, շատ անգամ ճնշենք իրենք կյանքում հոգեբանական խնդիր են ունենալու, բայց եթե մենք այն ակտիվին չկարողանանք մի փոքր զսպել, ինքը իր գեր ռիսկայինի հետևանքով, լինելու հետևանքով մեծ վտանգներ կբերի թե իրեն, թե մեզ, թե իր ընտանիքին։ Այնպես որ կարատեի մարզիչը ինքը միայն տեխնիկա սովորեցնելու համար չէ, այլ պետք է հասկանա երեխայի հոգեբանությունը, թե որ ուղղությամբ պետք է աշխատել։ Մենք որ մտնում ենք դալիճ, տեսնում ենք 20-30 երեխա կանգնած, մեզ պետք չէ հիշել իրենց անունները, պետք է հիշել իրենց հոգեբանական առանձնահատկությունները, թե այս մարզիկը ինչ պետք է մենք ինչպես պետք է ուղենք, որ հարցում պետք է իրեն օգնենք։ Այնպես որ մենք որպես մարզիչ այդպես ենք նայում, ոչ թե բոլորուն նայում ենք հավասար, այլ որպես անհատականություն եւ մարզիչները բոլորը հիշում են, թե ծնողը ինչի համար է բերել այս երեխային մարզադալիճ։ Մենք պետք է նպատակները դնենք եւ փորձենք այդ խնդիրները լուծել, այնպես որ մարզիչի աշխատանքը շատ ծանր է, շատ դժվար է եւ չեմ ասում անգնահատելի, բայց համենայն դեպս մենք մեզ լավ ենք զում մեր կատարած աշխատանքի մեջ։ Վերջին րոպեներն են տղաներ, արդեն դուք նշեցիք որոշ չափի, թե 26 թվականին ինչ է սպասվում, իհարկե առաջնայինը Եգիպտոսում հոկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության մասնակցությունն է, այլ մրցաշարեր միջազգային կան եւ Հայաստանում ինչ է սպասվում հենց Հայաստանի ներսում։ Նախ ուզում եմ ասել ամենամոտ մրցաշար եւ սեմինարը փետրվարի 3-ից 9 պատրաստվում ենք մեկնենք ոչ շատ մեծ կազմով Օման, այնտեղ միջազգային սեմինար է անցկացնելու Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Սենսեյ Սուրեն Մաթևոսյանը եւ տեղի ունենալու սիրողական մրցաշար, հիմնականում միտքը սեմինար անցկացնելն է եւ այնտեղ որակական հատկանիշները բարձրացնելու, ուզում եմ ասեմ, որ մինչ այդ մենք ենք սովորում, իսկ հիմա մենք ենք սովորեցնում արդեն, որը նաև մեծ պատիվ է մեր համար եւ մեր ֆեդերացիայի համար, որից հետո տեղի ունենալու Արարատ գավաթ միջազգային առաջնությունը արդեն հունիս ամսին Հայաստանում, մինչ այդ Հայաստանի առաջնություն եւ արդեն պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը։ Ինչպես դուք նշեցիք, վարկանիշային աղյուսակի կձևավորվի նաև Հայաստանի հավաքականը, թե տղաների, տղամարդկանց, թե կանանց։ Այո, եւ որտեղ արդեն ովքեր նաև կհովանավորվեն եւ անվճար կմեկնեն Եգիպտոս աշխարհի առաջնությանը։ Արթուր, Նարեկ, ընդհանրապես հնարավորություն եղել է այս ընթացքում ձեր մարզական կարիերայի ընթացքում Ճապոնիա մեկնելու։ Ցավոք սրտի ոչ,
1 տարի նախատեսված եղել էր որ Սենսեյ Սուրենի հետ պետք է մեկնեին մրցաշարի, ընդհանրապես այնտեղ մրցաշարերը անցկացվում է միայն տենց Օկինավա կղզում կոնկրետ Ես գիտեմ որ յուրաքանչյուր տարի կայսերական այսպես մարտարվեստների փառատոն է անցկացվում Ճապոնիայում, Կիոտո քաղաքում կայսերական Նույնպես ավանդական կարատեին այնտեղ անդրադարձ կա։ Անդրադարձ եղել է, հրավերը եղել է, սակայն մեր մի շարք այլ խնդիրների պատճառով չենք կարողացել մեկնել, սակայն այս եւ մյուս տարի պլանավորում ենք որ մեկնել, որովհետեւ չենք կարող չմեկնել, որտեղ որ կարատեն սկսել են պարապել։ Մենք 2 օր առաջ մենք մարզիկների հետ ենք խոսում, որ պլանավորում ենք ու պատրաստվում ենք, այնպես որ հնարավորություն դեռևս ընձեռնվելու է, բայց մեր ամենագլխավոր նպատակներից մեկը Հայաստանում եւ հայ մարզիկներին ուժեղացնելն է, սակայն մեկնելը իմանալը այնտեղ եւ մի շարք ավանդույթներին նաեւ տիրապետելը շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ տղաներ, մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ զրուցեցի ավանդական կարատեի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Զեյթուն ակումբի նախագահ Նարեկ Իսկանդարյանի եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանի հետ։ Սա սպորտքասթի հերթական թողարկումն էր, մեր տեսագրությունը հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում եւ YouTube-յան ալիքում։ Շնորհակալ եմ, ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast